Քաղաքացիները վախենում են իշխող կուսակցությունից։ Առանձին զրույցների ժամանակ ասում են, որ մենք ձեզ կաջակցենք, մենք ձեր կողքին ենք, բայց պետք չի, որ մենք գանք որևիցե միտեղ Երևան։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի առաջնորդը խոստանում է կոտրել վախի մթնոլորտը, իր իշխանության տարիներին վերջ կտրվի քաղաքական հետապնդումներին, ճաղերի հետևում ոչ մի քաղբանտարկյալ չի լինի։ Ես իշխանության գալու դեպքում հայտարարում եմ, մեր ժողովուրդը ազատ է լինելու, յուրաքանչյուր քաղաքացի եւ ես յուրաքանչյուր քաղաքացու կողքու կանգնած եմ լինելու։ Տավուշի մարզի բնակիչների հետ զրույցները ոգևորել են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, երկօրյա հանդիպումների արդյունքում եզրակացրել է իրենց նկատմամբ կա վստահություն։ Սերան Օհանյանի նկատմամբ իսկապես այդ շրջաններում մեծ հարկանք է իմ դատում, որովհետև տարիների ընթացքում ինքը հաջախակի եղել է այդ վայրերում, սահմանամերձ շրջաններում, օգնել էր ժողովրդին։ Իշխանության գալու դեպքում առաջին քայլը կառավարման նոր համակարգի հիմնումն է լինելու, բացառվելու է ծանոթ բարեկամով պետական պաշտոնների բաշխումը։ Ի տարբերություն որոշների անուններ չեմ ուզում տալ, երբևիցե չեք գտնի, որ Օհանյան Սերյանի եղբայրը, քույրը, փեսան, այս մյուսը, այն մյուսը տարբեր պաշտոնների են նշանակված, կամ ես եմ ներկրում, եմ ներկրում։ Ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանի կողմից օրերս հնչեցրած այս միտքը Սերան Օհանյանը կասկածի տակ է դնում։ Մենք պայքարելու ենք իշխող հանրապետական կուսակցության դեմ։ ՀՀԿ-ն պետք է իր տեղը զիջի մնացած բոլոր ուժերին։ Թող 10 տարի հետո նույն ՀՀԿ-ն մեր թերությունների, մնացածի թերությունների, լավի, վատի վրա աշխատի, ձեր բերի այդ փորձը 10 տարի հետո նորից գա իշխանության։ 5 տարվա համար առավելագույնը 25,000 դրամ կաշառք ստանալու փոխարեն քաղաքացին շանս ունի ամեն ինչ փոխելու, վստահեցնում են դաշինքի առաջնորդները խոստանալով, եթե քաղաքացին ձայն տա իրենց կվերականգնեն արդարությունը։